քաղաքական պսևդոլիտան, որին մենք պայմանական Ղարաբաղյան կլան ենք անվանում, իմիջիալոց Ղարաբաղի կլանը կապ չունի Ղարաբաղի ժողովրդի հետ, ինչպես Հայաստանի քրեօլիգարխիկ ռեժիմը կապ չունի Հայաստանի ժողովրդի հետ։ Մենք Ղարաբաղի ժողովրդի Ղարաբաղում պատանդի կարգավիճակով, Ղարաբաղում էլ են այդ մարդիկ կանգառի հոգեբանության մեջ են եղել, որտեղ ոչ մեկ չի իմացել, մենք էլ չենք իմացել ինչ անելու, մենք չենք իմացել ինչ անելու Ղարաբաղի հետ եւ չենք իմացել հետեւաբար ինչ անելու մեզ հետ։ Այս շատ կարեւոր բան է, չնայած եթե ուղիղ նայենք իրականությանը կիմանայինք, թե ինչ ալինելու Ղարաբաղի հետ եւ կիմանայինք, թե ինչ անելու մեզ հետ։ Ես ուղիղ նայել եմ ճշմարտությանը եւ տեսել եմ, թե ինչ ալինելու Հայաստանի հետ եւ Հայաստանի ընթացքը փոխել եմ, որպեսզի այն ինչ որ պիտի լիներ Հայաստանի հետ տեղի չունենա։ Եվ ես այսօր խնդրում եմ Ղարաբաղի մեր ժողովրդին եւ Հայաստանի մեր ժողովրդին։ Խնդրում եմ, մենք խաղաղվենք, հանդարտվենք, մենք տեղ ենք հասել, մենք հայրենիք փնտրելու անհրաժեշտ չունենք, անհրաժեշտություն չունենք։ Ներառյալ Ղարաբաղի մեր ժողովուրդը գտել են իրանց հայրենիքը, եւ իրանց հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է, աշխարհի ցանկացած հայ, որ հայրենիք է փնտրում, փնտրելու կարիք չկա, այդ հայրենիքը գտնված է Հայաստանի Հանրապետությունն է։ Ժողովուրդ Երևանում դուք չեք պատկերացնի։ Հակացավ եղանակը։ Կոչ ասվերեց, բերեք տակասնենք, ինչ է տակասնենք։ Ուրեմն, այս խոսույթը, ես այս բաներ կա, չէ, ձևավորում եմ այդ վերջին կաթում պատկերը ամբողջանում է։ Ուրեմն ես մտածում եմ, չեք պատկերացնի ժողովուրդ, այս վերջին օրերին հատկապես, այսինքն ուղիղ եթերում ա եղել, կարակ նայեք, բայց երկար է ենթադրում եմ այդքան չեք գտնի։ Տասնյակ մարդիկ մոտենում են, ասում ենք մենք Ամերիկայից ենք եկել, եկել ենք եւ մնում ենք, մենք Ռուսաստանից ենք եկել, եկել ենք եւ մնում ենք, մենք Պարսկաստանից ենք եկել, եկել ենք եւ մնում ենք, մենք Սիրիայից ենք եկել, եկել ենք եւ մնում ենք, ամենատարբեր Գերմանիայից, Ֆրանսիայից, ամենատարբեր տեղերից։ 2025 թվականը Հայաստանի պատմության մեջ առաջին տարին է, որ արտագաղթը կանգնել է, ժողովուրդ, արտագաղթը կանգնել է, հասկանում եք։ Սա միթե երջանկության առիթ չի, ժողովուրդ, արտագաղթը կանգնել է, ներգաղթ է սկսել Հայաստանի Հանրապետություն։ Սա այն է, դրա մասին չեք երազել, ժողովուրդ։ 30 տարի դրա մասին, 35 տարի դրա մասին չեք երազել։ Մեր երազանքները իրականացված է, խաղաղության մասին չենք երազել։ Մեր երազանքը իրականացված է։ Ասում են խաղաղությունը լավն է, վատն է, հեսա, այնա, խաղաղությունը ապահովել հնարավոր էր միայն այս ճանապարհով, այս եղանակով, այս բանաձևով, որ Հայաստանն ու Ադրբեջանը Ալմատայի հռչակագրի հիման վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ դրանով ամեն ինչ ավարտվում է, ամեն ինչ ավարտված է, թույլ չտաք, որ նորից բացեն, թույլ չտաք, որ նորից բացեն, այն ցիկլը, որով 88-ում մեզ մցրին եւ պտտեցին, այո մեզ շատ ծանր նստեց այդ ցիկլից դուրս գալը, բայց մենք դուրս ենք եկել ժողովուրդ։ 2 տարի Հայաստանը սահմանին զոհ եւ վիրավոր չկա ժողովուրդ, միթե սա ուրախանալու առիթ չի։ Նրանք, ովքեր խոսում են Ղարաբաղ վերադառնալու անհրաժեշտության մասին, նրանք խոսում են նոր զոհերի անհրաժեշտության մասին, ուրիշ տարբերակ չկա, ժողովուրդ ջան, ուրիշ տարբերակ չկա։ Եվ Ղարաբաղի ժողովրդին պետք չի անընդհատ տոկի տալ, ես իրանց ասել եմ, որ չի լինելու, մենք ձեզ աջակցում ենք, տնավորվեք, եկեք ապրեք Հայաստանում, Լոռիում, ցանկացած մարզում, Կուրթանում, բանում, Գյուլագարակում, ամեն տեղ, դուք տեղ եք հասել, մենք տեղ ենք հասել,
Եվ մենք կանգառի վիճակից պետքա դուրս գանք, մենք կանգառում չենք, մենք մեր տանն ենք, մեր երազանքների հայրենիքում ենք, եւ այն մեր հայրենիքում ինչը չի համապատասխանում մեր երազանքներին այս պահին, դա աշխատանքի հարց է։ Մենք պետք է աշխատենք եւ ամեն ինչը քառակուսի առ քառակուսի համապատասխանեցնենք մեր երազանքներին։ Եվ մենք գնում ենք այս ճանապարհով։ Եվ ես ուրախ եմ, որ արդեն մենք դա ապացուցում ենք եւ ապացուցել ենք, որ մենք գնում ենք այդ ճանապարհով եւ կարող ենք գնալ այդ ճանապարհով, որովհետեւ Հայաստանը ծաղկում է բառից բուն իմաստով։ Հայաստանը ծաղկում է։ Եվ մարդիկ կան ուզում են այդ ծաղկունքը չորացնեն, ուզում են այդ ծաղկունքը փչացնեն։ Համաձայն եմ, բայց դա իմացեք, որ ձեզնից է կախված, ժողովուրդ ջան։ Եթե դուք թույլ չեք տա, այդ ժամանակ չեն կարող, այդ միանշանակ է եւ աներկբա։ Եվ ասում եմ, մենք երբեք չպետք է, եւ որ ասում ենք Ղարաբաղի կլան, երբեք չպետք է շփոթենք Ղարաբաղի ժողովրդի հետ։ Մենք Ղարաբաղի ժողովրդին ազատագրում ենք հենց հիմա Ղարաբաղի կլանից եւ Ղարաբաղի ժողովրդին կոչ ենք անում, բայց չթողել այս պատմական հնարավորությունը։ Եվ ուրեմն, սիրելի ժողովուրդ,